Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы можете ваши вопросы давать на русском. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать и на русском. Ինչպես գիտեք սիրել, եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը, դա նեգատիվի առկայությունն է, ես դա կբարձրաձայնեմ։ Սկսենք սիրելիներս, դուք էլ ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր մեկնաբանություններով։ Հովհաննես 47 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Հովհաննես 47 տարեկան երջանկության վրա կա նեգատիվ։ Ձեր վրա կա կատարված գիր, որի պատճառով ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հովհաննես, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Կաշ դժվարություններ շատ։ Շնորհակալ եմ լայքերի համար, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Անի 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 19 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անի։ Ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, սիրելի Անի, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում, դուք եք հասկացել, որ ձեր անձնականի վրա կա նեգատիվ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, սիրելի Անի, եւ կլինի անձնական, եւ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Սյուզի 40 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Սյուզիի համար։ Սյուզի 40 տարեկան ֆինանսական։ Սիրելի Սյուզի, ձեր ֆինանսականը փակված է, ձեր վրա կա տոհմական անեծք, անընդհատ դատում դատարկ նստած եք, փակված է ձեր ֆինանսականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզի, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն, կա պարտքեր, կա աշխատանքի բացակայություն։ Շնորհակալ եմ, տարված թուղթուգիր կա, որը և ձեր անձնականն է փակում, և ձեր գործնականն է փակում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի, արեք եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն, հնարավոր է նաեւ առողջական ոլորտում լինի խնդիրներ։ Թամարա 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 20 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Թամարա, ոնց որ ձեր անձնական կյանքի մեջ խնդիրներ կա, բայց մի վախեցեք, այդ խնդիրները ժամանակավոր են, ուղղակի որոշակի ժամանակ հետո ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Չեք լսում, սիրելիներս։ Լսում եք։ Լսվում եք թե ոչ, սիրելիներս։ Կոհար 37 տարեկան անձնական։ Կոհար 37 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Սիրելի Կոհար, ձեր անձնականի վրա մագիա կա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, չկա անձնական, սիրելի Կոհար։ Գայանե 37 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 37 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Գայանե, կա խնդիրներ, ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում, սիրելի Գայանե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմականանեսք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի անձնական։ Անի 27 տարեկան, երբ բալիկ կունենաք։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 27 տարեկան, երբ բալիկ կունենաք։ Սիրելի Անի, դուք բալիկ կունենաք, ձեզանից էլ աշկալ ուսանք եմ սպասում, շատ շուտ դուք բալիկ կունենաք, մի վախեցեք, դուք բալիկ կունենաք։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սուսի 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսիի համար։ Սուսի 22 տարեկան անձնական, սիրելի Սուսի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սուսի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սուզաննա 39 տարեկան անձնական։ Սուզաննա 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուզաննայի համար։ Սուզաննա 39 տարեկան անձնական։ Սիրելի Սուզաննա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդ, էքստրա կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Նարինե 39 տարեկան անձնական։ Նարինե 39 տարեկան անձնական։ Լսվում է։ Նարինե 39 տարեկան անձնական։
Սիրելի Նարինե, ձեր անձնականի վրա թուղթուգիր կա, ձեր անձնականի վրա մագիա կա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, ձեր անձնականը փակված է, Լուսինե 27 տարեկան անձնական, Լուսինե 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լուսինեի համար, կա խնդիրներ սիրելի Լուսինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Լուսինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, Աննա 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Աննայի համար, Աննա 35 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Աննա, Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, Ամալիա Արման անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ամալիայի Արմանի համար, Ամալիա Արման անձնական, Սիրելի Ամալիա, սիրելի Արման, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը չի լինի, ձեր անձնականը կկանդվի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է որ լինի անձնական, փակված է ձեր անձնականը, ձեր վրա մագիա կա, Սյուզաննա 39 տարեկան անձնական, շնորհակալ եմ նվերների համար, Սյուզաննա 39 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը, Սիրելի Սյուզաննա, ձեր վրա կա տոհմական անեծք, չկա անձնական, ինչ ինձ ցերեկ տալիս քանդվում է, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզաննա, նոր կլինի անձնական, բարև ձեզ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, Անահիտ 19 տարեկան անձնական, Անահիտ 19 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Անահիտ, ձեր և անձնական և գործնական ոլորտում, սիրելի Անահիտ, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր և անձնականն է փակված և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի և անձնական, կլինի և ֆինանսական, քանի կա այդ նեգատիվը չեմ տեսնում անձնական, շնորհակալ եմ լայքերի, նվերների ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, Արտյոմ 35 տարեկան անձնական, Սիրելի Արտյոմ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արտյոմ, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, Արփինե 46 տարեկան ֆինանսական, Արփինե 46 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արփինեի համար,
Սիրելի Արփինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ձեր անձնականը փակված է, ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի ֆինանսական, ձեր եւ ֆինանսականն էր փակված եւ անձնականը կայանե 30 տարեկան, հղիություն կլինի թե ոչ, կայանե 30 տարեկան, հղիություն կլինի թե ոչ, սիրելի կայանե, ձեր վրա կա թուղթուգիր, որը չի թողնի, որ լինի հղիություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հղիություն։ Աննա 21 տարեկան, անձնական, Աննա 21 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար, կա խնդիրներ սիրելի Աննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Աննա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Ռուզաննա 18 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար, ինչ է սպասվում հարաբերություններում։ Կա դժվարություններ սիրելի Ռուզաննա, ձեր վրա կա մագիա, որը փակելու է ձեր հարաբերությունները, հնարավոր է ձեր վրա, հնարավոր է ձեր զուգ ընկերոջ վրա, որի պատճառով չի լինի հարաբերություն, չի լինի, ուրախ չի լինի, երջանկություն չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է որ լինի երջանկություն, քանի կա այս նեգատիվը հարաբերությունների մեջ երջանկություն չեն տեսնում, առաջխաղացում չեն տեսնում, Խորեն 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խորենի համար, Խորեն 27 տարեկան, սիրելի Խորեն, ձեր անձնականը ոսոր քնած լինի, բայց մի քվախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, քննած վիճակից արթնացում է ցույց տալիս, սիրելի Խորեն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ոչ միայն անձնական, նաև գործնական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Խորեն, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար։ Լիլիթ Տիգրան, կշարունակվի շփումը թե ոչ։ Լիլիթ Տիգրան, կշարունակվի շփումը թե ոչ։ Լիլիթ Տիգրան, այո, սիրելի Լիլիթ, սիրելի Տիգրան, ձեր շփումը կշարունակվի։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրեք, որպեսզի տեսնեմ, Հարութ Մայրամ, գրեք ձեր տարիքը, տվեք ձեր հարցերը, որպեսզի կարողանամ ձեզի ավելի կոնկրետ պատասխանել։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար։ Շնորհակալ եմ։ Հասմիկ 19 տարեկան,
Մայիս ամիսը ինչպես կանցնի։ Ինչ երազակ նպատակ, որ ունեք մայիս ամսում, ձեր երազակները նպատակները կկատարվեն։ Ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն եւ գործնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս։ Քնարիք 42 տարեկան անձնական Քնարիք 42 տարեկան անձնական Սիրելի քնարիք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, պրոբլեմը թողնում եք անցյալում։ Արոք 49 տարեկան անձնական ֆինանսական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արայիկի համար Արայիկ անձնական ֆինանսական հաջողություն է ցույց տալիս սիրելի Արայիկ ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, եթե խնդիրներ կա, դուք կկարողանաս այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ, կամաց, բայց դուրս կգաք այդ խնդիրներից։ Հատկապես հաջողությունը լինելու է ձեր ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Դիանա 59 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Դիանայի համար Դիանա 59 տարեկան անձնական Սիրելի Դիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, խնդիրը, պրոբլեմը, դժբախտությունը թողնում եք անցյալում։ Ռոբ 46 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռոբի համար Ռոբ 46 տարեկան անձնական Սիրելի Ռոբ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, կա եւ ֆինանսական խնդիրներ, կա եւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Նադյա 45 տարեկան անձնական Նադյա 45 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Նադյայի համար Սիրելի Նադյա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Նադյա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաղթանակներ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Շնորհակալ եմ սիրելիներս։ Շնորհակալ եմ։ Անի 33 տարեկան անձնական
Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Սիրելի Անի, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, ձեր անձնականի վրա կա մագիա, որի պատճառով ձեր անձնականը չկա, բացակայում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անի, նոր հնարավոր է, որ լինի անձնական։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Սիրելի Անուր, սիրելի Գոր, գրեք ձեր տարիքը, որպեսզի կարողանամ ճիշտ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Արթուր 24 տարեկան անձնական։ Արթուր 24 տարեկան անձնական։ Սիրելի Արթուր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Ձեր վրա թուղթուգիր կա, սիրելի Արթուր, որով փակված է ձեր անձնականը։ Անուշ Գոր, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի եւ Գորի համար։ Անուշ Գոր, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Անուշ, սիրելի Գոր, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Գիտեք ինչ, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտը ցույց տվեց, եւ անձնական, սիրելի Անուշ, սիրելի Գոր, ընդհանրապես ցույց է տալիս, որ այդ խնդիրները քանի գնա անգամ կբարձրանա եւ ձեր անձնական ոլորտում կլինի դժվարություններ։ Ձեր եւ ֆինանսական ոլորտը ցույց տվեց փակված եւ անձնական ոլորտը ցույց տվեց փակված։ Կբերի բարդությունների առաջ կանգնեցների։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Անուշ, սիրելի Գոր, մաքրեք այս նեգատիվը ձեր վրայից եւ անձնական կլինի եւ երջանկություն եւ հաջողություն։ Փակված է ամեն ինչ, սիրելի ներս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արփինե 25 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե 25 տարեկան։ Սիրելի Արփինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արփինե, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեր հարցի պատասխանել։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Ցոլակ 27 տարեկան, կամուսնանա թե ոչ։ Ցոլակ 27 տարեկան, կամուսնանա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Ցոլակ, եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում։ Այո, ամուսնություն կլինի։ Ամուսնություն կլինի, սիրելի Ցոլակ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Անի 21 տարեկան։
Սիրելի Անի, երջանկություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն եւ գործնական ոլորտում է լինելու հաջողություն, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ նվերների համար։ Աննա 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Աննա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Կամո Աննա, ֆինանսական անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը։ Կամո Աննա, ֆինանսական անձնական։ Սիրելի Կամո, սիրելի Աննա, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա, ձեր եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված, քանի գնա այնքան կդժվարանա ձեր եւ անձնական վիճակը եւ ֆինանսական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի եւ անձնական հաջողություն եւ ֆինանսական հաջողություն։ Նարինե 38 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 38 տարեկան։ Սիրելի Նարինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Նարինե, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Էլմիրա 42 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Էլմիրայի համար։ Էլմիրա 42 տարեկան առողջական։ Սիրելի Էլմիրա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը բերել է ձեր վրա նման առողջական խնդիրների առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի ապակինում, որպեսզի լինի լավացում, ոչ միայն կատարեք բժշկի ցուցումները, նաև դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք ձեր բիոէներգետիկ դաշտը, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում։ Ձեր առողջական խնդիրը դա ոչ թե ֆիզիոլոգիական խնդիր է, այլ ձեր վրա կա մագիա, որ բերել է նման խնդրի առաջ է կանգնեցրել։ Շնորհակալ եմ։ Սամվել 21 տարեկան անձնական, Սամվել 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սիրելի Սամվել, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, եթե դուք ուշադրություն դարձրած լինեք, եթե ունեք հոր եղբայրներ, հորաքուրներ, այնտեղ կան պրոբլեմներ, ամուսնանալու հետ կապված, ֆինանսականի հետ կապված, աշխատանքային ոլորտի հետ կապված, առողջական ոլորտի հետ կապված, այս նեգատիվը սիրելի Սամվել փակում է նաև ձեր առաջխաղացման ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Սամվել, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Աննա 19 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Աննա 19 տարեկան, երեխա կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Այո, սիրելի Աննա, դուք երեխա կունենաք,
ձեզանից էլ աշկալսանք եմ սպասում, դուք երեխա կունենաք։ Հրիփսիմե 42 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրիփսիմեի համար։ Հրիփսիմե 42 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հրիփսիմե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ ասնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կա նաեւ առողջական խնդիրներ, ցիտան անոթային համակարգի հետ կապված։ Դիմեք էքստրասենսի, սիրելի Հրիփսիմե, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, որովհետև սա քանի գնում անգամ փակելու է ձեր հաջողության ճանապարհը։ Ձեր առողջական խնդիրները բերելու, ձեզ անձնական դժվարությունների եւ խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Մարիաննա 47 տարեկան անձնական։ Մարիաննա 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիաննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մարիաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, գիտեք ինչ խնդիրները թողնելու եք անցյալում, ձեր դեմ բացվելու է հաջողության ժամանակահատվածը։ Հաջողություններ ցույց տալիս, եթե խնդիրներ կար, պրոբլեմներ կար, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, բարև ձեզ։ Շնորհակալ եմ Էդո 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի համար։ Էդո 42 տարեկան անձնական։ Սիրելի Էդո, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ նվերների համար։ Քրիստինե 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Քրիստինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություններ ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, սիրելի Քրիստինե։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ստեփան 37 տարեկան տղա երեխա կունենաք, թե ոչ։ Ստեփան 37 տարեկան։ Այո, սիրելի Ստեփան, դուք տղա երեխա կունենաք, ձեզանից էլ աչքալուսանք եմ սպասում, տղա երեխա կունենաք դուք, սիրելի Ստեփան։ Սյուզի Հակոբ կհաշտվեն, թե ոչ։ Սյուզի Հակոբ հաշտություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Սյուզի, սիրելի Հակոբ, բայց այո, կլինի հաշտություն, դուք կկարողանաք այդ խնդիրներից, այդ բարդություններից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս գաք, հաշտություն կլինի։
շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Գոհար 57 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Սիրելի Գոհար, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր և ֆինանսականն է փակված, և ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրների մեջ են։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գոհար, և ֆինանսական հաջողություն կլինի, և անձնական երջանկություն կլինի, և աշխատանք կլինի, և առողջություն կլինի։ Այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները կանգնեցրել է փակուղու առաջ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահուկեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թalisմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Անյուտա 47 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անյուտայի համար։ Անյուտա 47 տարեկան։ Սիրելի Անյուտա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Խնդիրը, պրոբլեմը, դժվարությունը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Սիրելի Անյուտա, հաջողության ժամանակահատված է բացվում, հաջողության հաղթանակների։ Անահիտ 28 տարեկան անձնական։ Անահիտ 28 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անահիտ։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Սիրելի Լիզա, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեր հարցին պատասխանեմ։ Սիրուշ 25 տարեկան ֆինանսական։ Սիրուշ 25 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Սիրուշ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր ֆինանսականն էլ է փակված, ձեր անձնականն էլ է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս իրավիճակից, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն, սիրելիս։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ լայքերի համար։ Լուսինե 45 տարեկան,
կստանաք թույլտվություն Գերմանիայում ապրելու համար, իրավունք Գերմանիայում ապրելու համար, Լուսինե 45 տարեկան, այո սիրելի Լուսինե, դուք կստանաք թույլտվություն Գերմանիայում ապրելու համար, այո, ձեզանից էլ աշխարհուսանք եմ սպասում, սիրելի Լուսինե, Սյուզի 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար, Սյուզի 20 տարեկան, կա խնդիրներ սիրելի Սյուզի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակները, որ ունես սիրելի Սյուզի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար։ Հարութ 32 տարեկան աբագա, Հարութ 32 տարեկան աբագա, կա խնդիրներ սիրելի Հարութ, եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում սիրելի Հարութ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, ապագան էլ քանի մտնում է փակուղի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Հարութ եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Դուք կարող եք անհատական ինձ գրել եւ ինձ հետ կապվել։ Դուք կարող եք նաեւ ինձ դիմել սիրելիներս։ Իմ կոնտակտային տվյալները կա իմ ալիքի վրա։ Իմ կոնտակտային տվյալները գրած են։ Շնորհակալ եմ։ Արփինե 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար, Արփինե 36 տարեկան, կա խնդիրներ սիրելի Արփինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Սիրելի Անի, ես ձեր հարցին պատասխանել եմ արդեն։ Ֆելիքս 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ֆելիքսի համար, Ֆելիքս 36 տարեկան, կա խնդիրներ սիրելի Ֆելիքս, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Ֆելիքս, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Սիլվա 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սիլվայի համար, սիրելի Սիլվա, ձեր վրա կա տոհմական անեզք, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
որպեսզի ես իմանամ ձեր հայրիկի վրա թուղթուղիր կա թե ոչ, անհատական կարող եք ինձ դիմել։ Աննա 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում դեզերտը մեր սիրելի Աննայի համար։ Կախնդիրներ սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա գիր, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, կարող եք զանգել, ժամպայմանավորվել այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Այսօր որոշել էի մի քիչ ուշ ժամի մտնեմ ուղիղ եթեր, բայց շատ մարդկանց հետ եմ աշխատել։ Այսօր ցանկանում եմ ուղիղ եթերը ավարտել, վաղը նորություն եմ ուղիղ եթեր, ում որ չկարողացա հարցերին պատասխանել, սիրելիներս, կարող եք վաղը նույնպես մտնել, վաղը նորից ձեր հարցերին կպատասխանեմ։ Եթե ունեք հարևաններ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի աշխատանքը, իրենց նույնպես ներկայացրեք, որ ամեն շաբաթ կիրակյուղ եթերներ կան, թող իրենք էլ միանան այս ուղիղ եթերների, իրենք էլ օգտվեն իմ ծառայությունից։ Գրանցվեք իմ ալիքներից, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։